Երեքի էներգիան կրող մարդիկ ծնվում են շատ մեծ ստեղծագործական պոտենցիալով։ Այս տեսակ կանանց հետ շատ դժվար է վիճելը։ Դրա համար այս մարդիկ միշտ վառ են, միշտ ակտիվ են, այս մարդիկ միշտ փայլում են, նրանք շատ խելացի են, միշտ ձգտում են սովորելու, միշտ ուզում են ամենտեղ աչքի ընկնել։ Այս մարդիկ եկել են փոխելու աշխարհը։ Այս կանայք միշտ ուշադրության կենտրոնում են, ունենալով գեղեցիկ դիմագծեր, ունենալով գեղեցիկ խոսք, գեղեցիկ մարմին, ունենալով բնականից, բնությունից տրված շատ սեքսուալ էներգիա, այս կանայք միշտ տարբերվում են իրենց յուրահատկությամբ։ Եթե դուք ձեր շրջապատում շատ երեքներ ունեք, ես ձեզ շնորհավորում եմ, ուրեմն դուք նաև ունեք մեծ պոտենցիալ ձեր կյանքում հաջողություններ ունենալու։ Բարի երեկո։ Այսօր մենք ենք հենց այստեղ հաղորդումը, որտեղ խոսելու եմ նումերոլոգիայից։ Անցած հաղորդման ժամանակ խոսեցի բոլոր այն մարդկանցից, ովքեր ծնվել են ամեն ամսվա 2-ին, 11-ին, 20-ին եւ 29-ին։ Այսօր խոսելու եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր ծնվել են ամեն ամսվա 3-ին, 12-ին, 21-ին եւ 30-ին։ Մեր շատ սիրելի երեքները։ Աշխարհը սկսվում է երեքներից, որովհետև երեքից հետո արդեն մենք գնում ենք գլոբալ զարգացում։ Երեքը դա այն էներգիան է, որ մարդուն տալիս է ստեղծագործ միտք եւ ամենակարևորը, սրանք այն էներգիաներն են, որոնք որ առաջին հայացքից թվում են նման, բայց այս բոլոր թվերը տարբերվում են իրարից։ 3-ը եւ 30-ը դրանք այն էներգիաներն են, որոնք որ կրում են 3-ի բոլոր այն հատկանիշներն ու հատկությունները ու այս թվի տակ ծնված մարդիկ ավելի հանգիստ են ի տարբերություն 21-ի եւ 12-ի։ 3-ի էներգիան կրող մարդիկ ծնվում են շատ մեծ ստեղծագործական պոտենցիալով։ Նրանք ունեն կազմակերպելու տաղանդ, շնորհ եւ ցանկացած գործ, որը որ վերցնում են, կատարում են ամենալավը։ 3-ի ամենակարևոր հատկանիշներից մեկը դա խոսքն է։ Այս մարդկանց մոտ ամենաշատը զարգացած է միտքը եւ այս մարդիկ ունեն շատ գաղափարներ, ունեն շատ նպատակներ եւ դուրս գալով գլխից, դուրս հանելով իրենց մտքերը իրենց գլխից, կարողանում են ունենալ շատ գլոբալ հաջողություններ, ֆինանսական եւ հոգեբանական։ 3-ը դա անալիզի մասին է խոսում։ Մարդիկ, ովքեր ծնվել են այս թվերի տակ, կարողանում են անալիզ անել, կարողանում են գլխում նկարագրել, կարողանում են իրենց գլխում ծրագրել եւ ամենակարևորը այս մարդիկ կարողանում են շատ ճիշտ ներկայացնել իրենց միտքը եւ ինչպես դուրս գալ խնդիրներից, որոնք որ մեզանից յուրաքանչյուրը հանդիպում է թե անձնական կյանքում եւ թե գործնական հարաբերություններում։ Դրա համար, եթե դու ուզում ես, որ քո աշխատանքը լինի որակով եւ ամենակարևորը ամեն ինչ լինի կազմակերպված, ուրեմն աշխատիր մարդկանց հետ, ովքեր ծնվել են 3, 12, 21 եւ 30 թվերի տակ։ Եթե խոսենք հենց 3 էներգիայից, այս էներգիան համարվում է թագավորական էներգիա եւ ինչպես մեկը, այնպես էլ 3-ները, այս էներգիաները համարվում են տղամարդու էներգիաներ, այսինքն աղջիկները, կանայք, ովքեր որ ծնվում են այս թվերի տակ, համեմատաբար ավելի կոշտ են եւ ավելի առաջնորդ իրենց կյանքում եւ այս տեսակ կանանց հետ շատ դժվար է վիճելը։ Առհասարակ մարդիկ, ովքեր կրում են այս էներգիան, երբեք ոչ մեկի չեն լսում, որովհետեւ ծնված օրվանից նրանք իրենց մեջ ունեն
ճիշտը իմանալու հատկությունը, այսինքն այս մարդիկ ծնված օրվանից գիտեն, թե կյանքը ոնց է կառուցված։ Եվ այս մարդիկ ծնվում են գիտելիքի շատ մեծ պաշարով եւ դեռ փոքրուց, եթե ձեր տանը ունեք երեխաներ, այս երեխաներին հնարավոր չի որևէ բան սովորեցնել, որովհետև երբ որ դու նրանց ասում ես, պատմում ես ինչ-որ մի բան, նրանք արդեն դա գիտեն, նրանք արդեն դա տեսել են։ Նրանք միշտ ասում են, ես գիտեմ, ես կարող եմ, ինձ մի սովորեցրու։ Անկախ այս հնարավորություններից, որոնք որ ծնված օրվանից երեքները ունեն, դուք պետքա ձեր երեխաներին անպայման սովորեցնեք եւ անեք այնպես, որ նրանց սերը կրթվելու նկատմամբ լինի շատ մեծ, որովհետեւ անկախ այդ գիտելիքների պաշարից երեքները պետքա գործնականում կարողանան տիրապետեն այդ բոլոր հնարավորություններին, այսինքն երեխաները, որոնք որ ծնվում են այս թվի տակ, փոքրուց ունեն շատ տաղանդներ, օրինակ սեր նկարելու հանդեպ, սեր դեպի արվեստը, դերասանություն, երգ, կարողանում են ունենալ լավ ձեռքի շնոր, օրինակ շատ ճարտարապետներ ունենք, ովքեր որ ծնված են այս թվի տակ, մարդիկ, ովքեր որ կարողանում են ստեղծեն։ Երեքը դա ստեղծողի էներգիան է։ Երեքը գալիս է այս աշխարհ, որ նորություն ու փոփոխություն բերի։ Դրա համար այս մարդիկ միշտ վառ են, միշտ ակտիվ են, այս մարդիկ միշտ փայլում են, նրանք շատ խելացի են, միշտ ձգտում են սովորելու, միշտ ուզում են ամենտեղ աչքի ընկնել։ Ու այս տեսակ մարդիկ, երբ որ հանդիպում են մեր շրջապատում, միանգամից գրավում են մեզ իրենց պոզիտիվ տեսակով։ Այս մարդիկ շատ հումորով մարդիկ են եւ շատ են սիրում կատակել։ Նրանք կարող են ամբողջ օրը ձեր հետ զրուցել, գեղեցիկ պատմություններ ձեզ պատմել, օգնել ձեզ տան գործերում։ Այս մարդիկ պատրաստ են լինել եւ մայր եւ հայր եւ եղբայր եւ քույր եւ այս մարդկանց ամենակարևոր եւ դրական գծերից մեկը նա է, որ այս մարդիկ միշտ ուզում են դիմացին օգնեն, լինելով էներգիայով թակավոր թագուհի, այս մարդիկ երբեք ներքևից վերևից չեն նայում մարդկանց եւ հիմնականում այս մարդիկ մարդկանց համար բոլորը հավասար են, այսինքն այս մարդիկ չունեն խնդիր գոռոզանալու, չունեն խնդիր մեծամտանալու, բայց շատ կարևոր է թե մարդը որտեղ է ծնվել, որտեղ է մեծացել, ինչ դաստիարակություն ունի, ոնց է աշխատել իր գիտակցության հետ ու այս ամեն ինչը նպաստում է նրան, որ եթե երեքը ծնվում է մի ընտանիքում, որտեղ օրինակ իր ծնողները կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը արվեստագետ է, նա բնականաբար մեծանում է իր տաղանդները զարգացնելով եւ ձգտելով դեպի արվեստը։ Առհասարակ մարդիկ, ովքեր կրում են այս էներգիան, նրանք շատ արվեստագետ մարդիկ են, սերը արվեստի նկատմամբ ծնված օրվանից արդեն երևում է։ Այս մարդկանց պետք չի խանգարել, այս մարդկանց պետք չի ասել մի արա, որովհետև նրանք բոլորից լավ գիտեն, թե կյանքը ոնց է կառուցված եւ ինչպես հասնել հաջողության։ Երեքը համարվում է այն կոդերից մեկը, որը եւս մեծ հնարավորություններ ունի շատ գումարներ աշխատելու։ Ինչպես ութերը, որոնց մասին ես կխոսամ իմ հաջորդ հաղորդումների ժամանակ, այնպես էլ երեքները ունեն միլիարդերի կոդ եւ այս մարդիկ ժամանակի ընթացքում սովորելով կրթվելով կարողանում են շատ հաջողություններ գրանցել իրենց կյանքում։ Եթե ձեր ընտանիքում կամ ձեր ընկերների մեջ դուք ունեք նման մարդիկ, գնացեք այդ մարդկանց հետևից, որովհետև աշխարհը սկսվում է երեքներից։ Այսօր ուզում եմ մի փոքր խոսել այս էներգիաների տարբերությունների մասին։ Առաջին հայացքից թվում է, որ եթե մենք կրում ենք երեքի էներգիան, ուրեմն բոլորը նման են իրար, չէ, այս էներգիաները շատ տարբեր են։ Իսկ հիմա թվարկեմ այս բոլոր թվերի տարբերությունները։ 3-ը եւ 30-ը հիմնականում մաքուր էներգիաներն են համարվում նումերոլոգիայում, բայց եթե նայենք 21-ին եւ 12-ին, որտեղ էներգիան սկզբում 12-ի դեպքում սկսվում է 1-ով, իսկ 21-ի դեպքում 2-ով, այստեղ
այլ թվի արկայությունը խոսում է մարդու ավել պոտենցիալի մասին։ Եթե 30-ը ու 3-ը ավելի հանգիստ են, ավելի խաղաղ են եւ համեմատաբար ավելի հավաքված մարդիկ են, այդ նույնը չեմ կարող ասել 12-ի եւ 21-ի մասին։ 12-ի տակ ծնված մարդիկ ավելի լիդեր դրսևորումներ ունեն կյանքում եւ երբեմն իրենց ամբիցիաների եւ իրենց անընդհատ ես գիտեմ լինելու պատճառով ունենում են հաճախ շատ խնդիրներ, հատկապես մարդկանց հետ, որովհետև երեքները չեն լսում ոչ մեկի, ինչպես մեկերը, ու այս մարդկանց մոտ ավելի զարգացած է էգոն, այսինքն այս մարդիկ շատ էգոիստ մարդիկ են, չնայած ի տարբերություն են մարդկանց, ովքեր ծնվել են 1, 10, 19, 28 թվերի տակ, երեքները կարողանում են լսել եւ երեքների հետ կարելի է լեզու գտնել ու գալ ընդհանուր հայտարարի, ու այս մարդիկ շատ լավ զգում են դիմացինի էմոցիաները, այս մարդիկ մտածում են գլոբալ, լինելով դեռ փոքր տարիքից շատ հոգեբանորեն զարգացած մարդիկ, այս էներգիան կարողանում է ճիշտ ճանապարհներ գտնել եւ կարողանում է իր բոլոր հնարավորությունները օգտագործել թե իր եւ թե իրեն շրջապատող մարդկանց համար։ Այս մարդիկ կարող են լինել լավ ղեկավարներ եւ ունենալ սեփական բիզնեսը։ Մարդիկ լինելով արվեստի մեջ, ովքեր կրում են այս էներգիան, շատ տաղանդավոր են։ Հիմնականում, եթե վերցնենք մեր համաշխարհային աստղերին ու ուսումնասիրենք, հիմնականում բոլորի թվի մեջ կա 3-ը ու այս մարդիկ ծնված օրվանից ունեն այդ դերասանական վարպետությունը, շատ են սիրում արվեստը, շատ են սիրում խոսել, պատմել, շատ են սիրում ներկայացնել, կարող են ժամերով խոսել որևէ մարդու մասին ու նկարագրել այդ մարդու բնավորությունը։ Այս մարդիկ կարող են նաև խորանալ էզոտերիկայի, նումերոլոգիայի մեջ, որովհետև դա իրականում շատ պետք է երեքներին զարգացնելու իրենց գիտակցությունը, քանի որ այս էներգիան ավելի ընդունակ է անալիզի եւ հիմնականում կյանքում ցանկացած գործողությունից առաջ միշտ մտածում է։ Այս մարդիկ այնքան շատ են մտածում, որ երբեմն այն ինչ որ մտածում են, պահում են իրենց գլխում ու շատ ժամանակ իրենց մոտ նես տպավորությունը, որ իրենք այդ ամեն ինչը արել են։ Այս զգացողությունը երեքներին բերում է ալարկոտության ու երբեմն շատ մարդիկ մտածում են, որ կարող են ուղակի նստել ու ձեռք բերել այդ հնարավորությունները։ Երեքների ամենամեծ մինուսը հենց այդ ալարկոտությունն է, լինելով փոքրուց խելացի, իմանալով կյանքում ամեն ինչ, այս մարդիկ երբեմն ալարում են առաջ գնալ։ Դրա համար երեքներին շատ կարևոր է զբաղվել արվեստով, կապ չունի դա ինչ կլինի, կարող են ուղղակի սիրողական երգել, կարող են զբաղվել յոգայով, կարող են ընտրել որևէ թեթև սպորտաձև, օրինակ պար, որտեղ որ կա արվեստ, որտեղ որ կա հնարավորություն ստեղծագործելու։ Դրա համար այս մարդիկ երբեմն ուղակի ալարում են որևէ բան անել։ Դրա պատճառով կյանքում գումար չեն աշխատում ու իրենց պոտենցիալը կորում է։ Ես արդեն նշեցի, որ այս մարդիկ ունեն միլիարդերի կոդ ու հիմնականում հենց այս մարդկանց մոտ է շատ ստացվում գումար աշխատելը։ Եթե դուք ձեր շրջապատում շատ երեքներ ունեք, ես ձեզ շնորհավորում եմ, ուրեմն դուք նաև ունեք մեծ պոտենցիալ ձեր կյանքում հաջողություններ ունենալու։ Ու բացի դա, այս մարդիկ են մարդիկ են, ովքեր միշտ տեսնում են մարդկանց մեջ ամենադրականը ու այդ դրականը փորձում են ցույց տալ աշխարհին, ցույց տալ մյուս մարդկանց։ Ես հաճախ եմ հանդիպում երեքների, ովքեր որ շատ սիրուն խոսում են իրենց ընկերների, իրենց հարազատների մասին, ուղղակի մարդկանց մասին, ովքեր որ որևէ տեղ հաջողություն ունեն։ Ու եթե դուք կողքից նայեք ու ուսումնասիրեք այս մարդիկ ամենադրական մարդկանցից մեկն են։ Նրանց ամենամեծ մինուսը դա ալարկոտությունը եւ անընդհատ անալիզ անելը, պահել գլխում մտքերը ու դուրս չհանելը։ Ինչ անել երեքներին հաջողության հասնելու համար։ Երեքներին պետք է ընդամենը գլխից դուրս գալ ու անել են ինչ որ մտածել են։ Օրինակ, եթե դու զգում ես, որ դու կարողանում ես նկարել,
կապ չունի դա ինչքանով է քո մոտ լավ ստացվում, պրոֆեսիոնալ ստացվում, ուղղակի վերցրու թուղթ, նկարի ու ցույց տուր մարդկանց, ցույց տուր քեզ աշխարհին, խոսիր քո մասին, պատմիր քո մասին, որովհետև դու պատկանում ես այն մարդկանց շարքին, ովքեր որ շատ տաղանդավոր են, բայց սովորության համաձայն տաղանդավոր մարդիկ ամանչում են կամերայի առաջ խոսելուց, ամանչում են ինչ-որ մի բան ասելուց, այս տեսակ մարդիկ շատ ավելի համեստ են ու շատ ավելի փակ են, սովորաբար մարդիկ, ովքեր որ տիրապետում են եւ կարողանում են որևէ տաղանդով, հաջողության հասնել, այս մարդիկ շատ համեստ մարդիկ են եւ հիմնականում իրենք ավելի շատ խոսում են ուրիշների հաջողության մասին, քան սեփական հաջողություններից։ Դրա համար մարդիկ, ովքեր կրում են 3-ի էներգիան, 3, 12, 21 եւ 30, ձեզ անպայման պետք է մանավան 21-րդ դարում, երբ որ մենք ունենք բոլոր հնարավորությունները, ձեզ անպայման պետք է խոսել ձեր մասին, ներկայացնել ձեր արվեստը, եթե դուք ունեք ձեռքի շնոր, անպայման վարեք բլոգ, որտեղ որ ցույց կտաք, թե ինչպես եք դուք օրինակ ասեղնագործում։ Այս մարդիկ շատ տաղանդավոր մարդիկ են եւ այս մարդկանց համար ամենակարևորը դա լսելի լինելն է եւ շատ կարեւոր է որ այս մարդիկ միշտ գնահատված են այս մարդիկ սիրում են հասարակությունը սիրում են պուբլիկան եւ միշտ աչքի ընկնող են իդեպ այս մարդիկ համարվում են այն գեղեցիկ մարդկանցից մեկը այն էներգիաներից որտեղ որ հիմնականում գեղեցկությունը կայանում է նրանց համաչափության մեջ նրանց խոսքի մեջ ինտելեկտի մեջ ու այս մարդիկ ունենալով արդեն ծնված օրվանից զարգացած մտածելակերպ ամեն ինչ ընդունելու եւ հասկանալու կարողություն, նրանք կարողանում են կյանքում շատ բացահայտումներ եւ փոփոխություններ կատարել։ Կարճ ասած, այս մարդկանց տեղը դա աշխարհն է, այս մարդիկ պատկանում են աշխարհին, հատկապես 21 թվի տակ ծնված մարդիկ, որովհետև մենք խոսում ենք այստեղ 2-ի եւ 1-ի մասին, լուսնի եւ արևի էներգիա ու երբ որ դու կարողանում ես այդ էներգիաները բալանսի բերել, դու անպայման ստեղծում ես մի նոր ու շատ հետաքրքիր մի բան, որը որ փոխում է նաեւ մյուս մարդկանց կյանքը։ Այս մարդիկ եկել են փոխելու աշխարհը եւ աշխարհաստեղծման հարցում շատ կարեւոր դեր ունեն նաեւ երեքները։ Իսկ ինչը վերաբերվում է 30-ին ծնված մարդկանց մասին, դե այս մարդիկ խենթեր են, այս մարդիկ ընդունակ են կյանքում անել ամեն ինչ, ու դա իրենք իրականում շատ լավ զգում են։ Երբեմն իրենց այդ մտքերի պատճառով, որը որ բնորոշ է երեքներին, նրանք չեն կարողանում գլխից հանել մտքերը ու խոսել իրենց մասին։ Դրա համար այս մարդիկ համարվում են ամենախենթ մարդիկ, ունենալով թվի մեջ 0 թիվը, սա խոսում է նրա մասին, որ այս մարդիկ կյանքում ցանկացած տեղ հասնելու դեպքում միշտ ամեն ինչ բերում են զրոյական կետի ու այսպես ամբողջ կյանքի ընթացքում դրա համար այս մարդկանց հարկավոր է անպայման բերել բալանսի եւ կարողանալ ճիշտ դասավորել կյանքը, ճիշտ դասավորել մտքերը եւ հասնելով հաջողության պիկին չկորցնել այն, ինչ որ արդեն ստեղծել են։ Իսկ ինչպես այս ամեն ինչը զարգացնել, ես դեռ շատ հաղորդումներ կունենամ բոլոր թվերի մասին, մեկնաբանություններում գրեք ձեզ հուզող բոլոր հարցերը, կապված հարաբերությունների հետ, առողջական խնդիրների, ինչ հիվանդություններ ունեն էներգիաները, ինչպես կարգավորել այդ խնդիրները։ Գրեք ցանկացած հարց, ես սիրով կպատասխանեմ, իսկ մնացած թվերից կխոսեմ արդեն իմ մյուս հաղորդումների ժամանակ։ Մարդկանց մեծ մասը հետաքրքրվում է կոնկրետ նումերոլոգիայի հետ կապված անձնական հարաբերությունների հարցով։ Ինչ շատ են հարցնում Սյուզի ջան, իսկ որ թիվն է ավելի համապատասխան ինձ։ Օրինակ վերցնենք մարդկանց, ովքեր որ ծնվել են 3, 12, 21 եւ 30 թվերի տակ։ Սա համարվում է տղամարդու էներգիա, այսինքն կանայք, ովքեր որ ծնվում են այս էներգիայի տակ, ունեն ավելի ուժեղ եւ կոպիտ բնավորություն եւ ի տարբերություն օրինակ երկուսների, այս կանայք կարողանում են իրենց կարծիքը արտահայտել, կարողանում են արհամարել իրենց հանդեպ ունեցած վատ վերաբերմունքը եւ կարողանում են մարդկանց ցույց տալ իրենց տեղը։ Լինելով ծնված օրվանից կայսրուհիներ, այս կանայք միշտ ուշադրության կենտրոնում են, ունենալով գեղեցիկ դիմագծեր, ունենալով գեղեցիկ խոսք, գեղեցիկ մարմին, ունենալով
բնականից բնությունից տրված շատ սեքսուալ էներգիա, այս կանայք միշտ տարբերվում են իրենց յուրահատկությամբ ու նրանք միշտ գտնվում են տղամարդկանց ուշադրության կենտրոնում եւ բոլոր այն տղամարդիկ, ովքեր թույլ են, բոլոր այն տղամարդիկ, ովքեր որ կայացած չեն, տղամարդիկ շատ վախով են մոտենում այս տեսակ կանանց, որովհետեւ այս կանայք գիտեն ու կարողանում են սահմաններ դնել դիմացինի եւ իրենց միջև ու եթե նրանց ինչ որ մի բան դուր չի գալիս, նրանք կարողանում են ասել ոչ, այս կանանց հնարավոր չի կառավարել, այս կանանց հնարավոր չի ենթարկեցնել, այս կանայք չեն լսում ոչ մեկի, առավել եւս տղամարդու, լինելով բնությունից օժտված մեծ գաղափարներով, կարողանալով ամեն ինչ շատ ճիշտ տեսնել ու ճիշտ որոշումներ կայացնել, այս կանայք հիմնականում կարողանում են լավ գումար աշխատել եւ կախված չեն տղամարդուց։ Դրա համար թույլ տղամարդիկ չեն կարողանում այս կանանց հետ երկար շփվել։ Իսկ այն տղամարդիկ, ովքեր որ ուժեղ են, այս կանայք իրենց թույլ են տալիս ավելի թույլ լինել եւ ինչ որ միտեղ զգալ իրենց այդ կանացի էներգիան։ Առաջին հայացքից այս թվի տակ ծնված կանայք հիմնականում շատ նուրբ ու քնքուշ են, որովհետև բնությունը իրենց տվել է շատ գեղեցիկ դիմագծեր ու շատ գեղեցիկ մարմին։ Դրա համար արտաքին տեսքից այս կանայք փխրուն են երևում, բայց երբ որ սկսում ես այս կանանց հետ շփվել, հասկանում ես, որ դու շփվում ես սառնասիրտ, ինքնավստահ, կայուն եւ կին, ով գիտի թե ինչ է ուզում կյանքից։ Այս կանանց հետ շատ դժվար է, այս կանանց հետ երբեք չես կարող խոսել վերևից ու եթե դու փորձես իջացնել այս կանանց ինքնագնահատականը, եթե դու փորձես այս կանանց վիրավորես, դու ուղղակի կառհամարվես եւ երբեք չես կարողանա էլ հայտնվել այն տարածքում, որտեղ որ այս կինն է։ Իսկ տղամարդիկ ի տարբերություն կանանց ավելի փափուկ են, ինչու, որովհետև լինելով առաջնորդ, լինելով արդեն բնությունից օժտված տղամարդկությամբ, նրանք շատ հաշտ են կանանց հետ, սիրում են կանանց, նրանք շատ հոգատար են ու կարողանում են լավ գումար աշխատել։ Այս տղամարդիկ կարողանում են հոգ տանել կանանց մասին։ Նրանք շատ սառն են իհարկե, երբեք մի սպասիր, որ օրինակ երկուսները, նրանք կարող են քեզ ամբողջ օրը գրկել, զանգել, կարող են քո մասին հոգ տանել, չգիտեմ, քեզ գեղեցիկ խոսքեր ասել։ Երեքները այդպես չեն, երեքները սառն են, երեքները ամեն օր գտնվում են աշխատավայրում, նրանք մտածում են ինչպես գումար աշխատել, ինչպես ապահովել իրենց հարազատների կյանքը, ինչպես ավելի լավ արդյունքների հասնել, դրա համար այս մարդիկ ժամանակ չունեն իրենց զուգընկերոջ հետ այդ սիրային խոսքեր ասելու, ժամանակ չունեն ավելորդ ժամանակը վատնելու, սեթևեթելու վրա։ Սկզբում, երբ որ դու ծանոթանում ես նման տղամարդկանց հետ, հա, նրանք շատ հոգատար են, որովհետև դու ժամանակի ընթացքում ես սկսում ճանաչել այս տեսակ մարդկանց, նրանց բնավորությունը, նրանց հիմնականում բնավորության գծերը եւ այն սառնությունը, որը որ կա ի սկզբանե երեքների մեջ, դու դա տեսնում ես ժամանակի ընթացքում։ Երեքների հետ իրականում շատ հեշտ է, դու մեկ անգամ նրանց հետ պայմանավորվում ես ու վերջ, արդեն ամեն ինչ կարգավորված է։ Նրանք շատ հավատարիմ մարդիկ են, կանայք թե տղամարդիկ, եթե ինձ հարցնեն որ կանայք են ավելի հավատարիմ, բնականաբար ես կասեմ երեքները։ Ինչու երեքները, որովհետև այս կայսրուհու էներգիա է ու այս կանայք չեն սիրում դավաճանել, նրանց համար դավաճանությունը դա ավելի շատ ստատուսի հարց է, իսկ նրանց համար ստատուսը շատ կարևոր է։ Ես կայսրուհի եմ, ես երբեք իմ թագը վայր չեմ դնի։ Երկար կարող եմ խոսել այս թվերի մասին, երկար կարող եմ պատմել երեքների ու ներկայացնել նրանց հնարավորությունների, առավելությունների մասին, բայց երեքների մասին իմ մյուս հաղորդմանը ու անպայման ես կանդրադառնամ, թե այս մարդիկ ում հետ են ավելի համատեղելի, ինչ զուգընկեր ընտրեն, որ էներգիան կրող զուգընկերոջը եւ
որոնք են նրանց համար կարմիկ հարաբերություններ, ում հետ խուսափել շփումից եւ որտեղ լինել ավելի հստակ, ավելի կայացած ու ամենակարևորը, քանի որ մեկը եւ երկուսը արդեն ունեն բնությունից տրված էներգիաներ ու այս էներգիաները հիմնականում առաջնորդ եւ կոլեկտիվում աշխատող էներգիաներ են, ապա երեքը խոսում է նրա մասին, որ պետք է հատել այն ամեն ինչի սահմանը, որոնք մեզ ասվում են մեր ծնված օրվանից, այսինքն երեքը միշտ ստեղծում է տարածք ու հնարավորություններ բոլոր մարդկանց համար, այս մարդիկ պատկանում են աշխարհի։ Երևի այսօր այսքանը, ես հաջորդ հաղորդմանը կխոսեմ բոլոր այն մարդկանցից, ովքեր ծնվել են 4, 13, 22 եւ 31 թվերի տակ, եթե դուք ունեք հարցեր, գրեք մեկնաբանություններում, միգուցե ես հիմա շատ հարցերի մասին չեմ խոսում, բայց եթե ձեզ կան հուզող հարցեր, կարող եք գրել մեկնաբանություններում, ես ձեզ սիրով կպատասխանեմ, կնկարեմ հաղորդում, այսօր այսքանը, սիրում եմ ձեզ, լավ եղեք։